Վերջի-վերջերս երկու երկրները հարևաններ են եւ գուցե փորձել խոսել այդ պատից այն կողմ մարդիկ ինչ են մտածում եւ իրենց հասկանալ, իրենք էլ քեզ հասկանալ, այսինքն երբեմն մարդկանց մոտ մտավախություն կա, որ հայտ հենց բացես այդ պատուհանը եւ սկսես խոսել, իրենց մեսեջները միայն պետք է գան Հայաստան եւ հայկական միջավայրում տարածվեն եւ տիրաժավորվեն, չմտածելով, որ հակառակն էլ է լինում, հա, քո մեսեջները գնում է Ադրբեջան։ Իմ կապը կոնֆլիկտի հետ, կոնկրետ Ղարաբաղյան հակամարտության հետ, ինչ որ առումով նաև մասնագիտական է։ Ես 2009 թվականից եմ լրագրությունում։ Մինչ այդ սովորել եմ Երևանի պետական համալսարանի քաղաքագիտություն բաժինը, քաղաքագիտության թե բակալավրում, թե մագիստրատուրայում, ուրեմն դիպլոմային աշխատանքս եւ մագիստրոսական թեզս նվիրված են եղել Ղարաբաղյան հակամարտությանը։ Մի հանդիպում առաջին անգամ ադրբեջանցիների հետ կարելի ասել Բերլինում տեղի ունեցավ պատերազմից հետո 2022 թվականի նոյեմբեր ամիսներ, եթե չեմ սխալվում, կար մտահոգություն, որ կարող են ճիշտ չհասկանալ, ինչ խոսել, դեռ 3 է տեղի ունեցել պատերազմը, արդյոք ընդհանրապես տեղին է խոսակցությունը, տեղին չէ խոսակցությունը, բայց որ մտածում ես արդեն այլընտրանքների մասին, գալիս ես այն մտքին, որ գուցե չնայած բոլոր ներքին հոգեբանական նաև բարիերների, մասնագիտական բարիերներին գուցե ճիշտ խոսելն է։ Հանդիպում էր Երևանում հայ-ադրբեջանական թեմայով եւ այդ կոնֆերանս քննարկումներից մեկի ժամանակ Երևանի մամուլի ակումբի նախագահ այն ժամանակ, հիմա պատվավոր նախագահ է պարոն Նավասարդյանը, Բորիս Նավասարդյանը, ինքը խոսեց նրա մասին, որ արժե տեսակամուրջներ անել Բաքվի հետ եւ այնտեղ էլ կան մարդիկ, որոնք միշտ չէ որ մտածում են այնպես, ինչպես օրինակ պաշտոնական տեսակետն է, կան որոշակի նյուանսներ, տարբերություններ եւ արժի քննարկել այդ հարցերը, խոսել եւ իմանալ իրենց կարծիքը եւս։ Եվ այդ ժամանակ Սիվիլնեթային եզակի լրատվամիջոցներից էր, որ անում էր նման տեսակամուրջներ, նաև այդ փորձը երևի հաշվի առնելով առաջարկվեց դա անել Սիվիլնեթի հարթակում սկզբից եւ եթե չեմ սխալվում տարուց ավել Սիվիլնեթի հարթակում էր դա տեղի ունենում եւ ինքը իսկապես նորություն էր, որովհետեւ պարբերաբար տարբեր լրատվամիջոցներ հանուն արդարության արել են, փորձ արել են նման քննարկումներ իրականացնել, բայց որ դա լինի պերմանենտ հստակ ժամանակացույցով կոնկրետ թեմաներով քիչ-քիչ գնա նրան, որ ընդհանուր հարթակ ձևավորվի, դա նորություն էր։ Կային հաղորդումներ, որոնք ունենում էին մինչև 150,000, 160,000 դա միանգամից ես նկատի ունեմ մի քանի օրվա ընթացքում այդքան դիտումներ էին հավաքում եւ իհարկե եղել են շատ սուր արձագանքներ, եղել են շատ այսպես հաշտեցնող բնույթի հաշտությանը միտված արձագանքեր, հատկապես սկզբի մասում բավականին այսպես բևեռացված է մի մասը, որ պետք է խաղաղություն, որ մենք տեսնում ենք, իսկ մյուս մասը, որ ինչ խաղաղության մասին կարող ենք խոսել եւ փոխադարձ այսպես դեմոնիզացիա էր։ Здравствуйте, дорогие телезрители. Это рубрика «События недели» программы «Ильин соприкосновения» на армяно-азербайджанской совместной медиаплатформе Press Clubs TV, созданной Երևանскими и Բաքինскими пресс-клубами։ Կա մշտական ֆորմատ հիմա, այսինքն երկու փորձագետներ են, որոնք մշտապես շաբաթվա իրադարձություններ խորագրի ներքո ելույթ են ունենում եւ ամփոփում են անցած շաբաթը եւ երկրորդը արդեն կոնկրետ թեմաներ են ընտրվում եւ այդ պահին ակտուալ թեմաներով երկու երկրների ներկայացուցիչներ, փորձագետներ տվյալ պարագայում խոսում եւ քննարկում են ուրեմն այդ թեման։ Ավելի բաց է դառնում քննարկումները հայ-ադրբեջանական, ավելի շատ են շոշափվում ցավոտ հարցեր, տաբուացված հարցեր, որ նախկինում ընդունված չէր դրանք շոշափել։ Օրինակ պարբերաբար մեր քննարկումների այդ թուրք շրջանակներում պարբերաբար բարձրաձայնվում է Ադրբեջանում պահվող գերիների կամ չգիտեմ ձերբակալված կամ կալանավորված հայերի խնդիրը ադրբեջանական կողմից փորձագետը ներկայացնում է իրենց կարծիքն ու մոտեցումները միայն մտածել որ նման նախաձեռնությունները լուրջ մթնոլորտ կարող են փոխել առանց պետությունների այդ ուղղությամբ շարժվելու մի փոքր միամիտ է բայց սրանք կարող են օգնել ընդհանուր մթնոլորտում այսպես լարվածության նվազմանը եթե ոչ մի բան չփոխվի իհարկե հարաբերությունների կարգավորման
ուրեմն գործընթացում, այս ներկայիս գործընթացում, ապա այդ ֆորմատները քիչ-քիչ կարող են տեղափոխվել նաև Երևանի եւ Բաքվի ստուդիաներ, էլի սկզբից կարող է դա շատ սուր ընկալվել, շատ սուր ընդունվել, բայց պետք է նաև հիշենք, որ իսկապես 2000-ականների ժամանակ եղել են նման նախադեպեր եւ փոխայցելություններ են եղել եւ հարցազրույցներ են Երևանում եղել։ Ես հիշում եմ Երևան էին գալիս, այսինքն 2003-4-5 թվականներին Երևան էին գալիս դեռ ադրբեջանցի տարբեր միջոցառումների շրջանակներում փորձագետները եւ իրենք բաց հարցազրույցներ էին տալիս, այսինքն մամուլի ասուլիսի նման ոտքի վրա կարելի ասել, խոսում էին հայկական մամուլի ներկայացուցիչների հետ։ Ուղղակի վերջին 20 տարվա ընթացքում այդ վակուումը, որ ձևավորվել է, մենք այնքան հիմնահատակ ենք փորձել դա մոռանալ կամ մոռացվել է դա, որ այսօրվա իրողությունը շատ էսպես ինչ որ նոր այս քննարկումները, հանդիպումները, չգիտեմ, հարցազրույցները ադրբեջանցի փորձագետների եւ հայ փորձագետների հետ ընկալվում է ինչ որ մի հատ know-how, որ երբեք չի եղել մեր պատմության մեջ հակամարտության, եղել են նման բաներ, այլ ձևաչափերով մի փոքր, այլ տարբերակներով, բայց եղել են։ Հնարավորինս ավելի ապահով տեղում գտնվող բնակիչները ավելի մարտական են շատ հաճախ տրամադրված եւ կողմ են այսպես ավելի կոշտ գործողությունների կոնֆլիկտի համատեքստում, քան են մարդիկ, որոնք հենց սահմանամերձ բնակավայրերում են ապրում եւ առաջին անգամ, երբ որ ես դա տեսա, ինքս էլ եղել եմ ժամանակին այսպես քարոզչության զոհա, որովհետև քեզ թվում է, որ ինչքան սահմանի մոտ ես գնում, մարդիկ այնքան այսպես մարտական են տրամադրված, գուցե այդ մարդիկ իսկապես մարտական ոգի ունեն իրancs մեջ, բայց առաջինը, որ հետները խոսում ես, իրենք խոսում են խաղաղության մասին եւ խոսում են, որ խաղաղության առաջին շահառուն հենց իրենք են, ինչու որովհետև պատերազմի առաջին շահառունն են իրենք։ Կոնֆլիկտը մարդկանց մասին է եւ ինչպես են ապրում այդ մարդիկ կոնֆլիկտում, ինչ դարդուցավ ունեն, ինչ խնդիրներ ունեն, ինչն է այդ մարդկանց պահում այդ կոնֆլիկտի գոտում, հա, եթե շատ ռացիոնալ ես նայում բոլոր այսպես պարամետրերով, մարդը ձգտում է ավելի լավ պայմանների, ինչու է շարունակում այնտեղ ապրել, հա, ինչն է իրեն պահում եւ այլ, այս հարցերը, որ սկսում ես տալ, քեզ արդեն մոտեցնում է մարդկանց եւ փորձում ես հասկանալ այդ մարդը այդտեղ սահմանամերձ բնակավայրում ապրելով, Լեռնային Ղարաբաղում ապրելով, փախստականի կարգավիճակ այնուհետև ունենալով, ինչ է մտածում եւ ինքը ինչ ազդեցություն ունի շատ հաճախ նույն կոնֆլիկտի կարգավորման վրա։